Բնականաբար հարցը նաև հանրային լայն քննարկման առարկա է դարձել։ Պարոն Ռուբինյան, դուք նշեցիք օրենքի մասին, վկայակոչեցիք օրենքը եւ արդյունագրեցիք, որ էլի ինչպես միշտ ձեր փչացած պլաստինկա ասեմ, էլի, պտտիկ էլի նախորդ 25 տարիներին նշված չի արվել։ Իրականում օրենքով նախատեսված բազմաթիվ միջոցառումներ, այդ թվում նաև հիշատակի օրեր եւ այլն նշվել են բոլոր իշխանությունների ժամանակահատվածում, այնպես չի որ չի նշվել։ Բայց երբ որ սա առաջարկում եք եւ հույն տալով օրենքի մեջ կա նաև այլ դրույթ կառավարության համար սահմանված, օրինակ այս մասով ինչ կասեք, ենթադրեք թե նախորդ 25 տարիներին կառավարությունը չի հաստատել այդպիսի բաներ, հիմա հետամուտ եք, որ կառավարությունը հաստատի նաև հիշատակման այլ օրեր, երկրորդը ակնհայտ է, որ զգայուն հարց է բանակի օրվա հետ կապելը, ի վերջո հունվար 28-ը հայոց բանակի օրն է եւ պայմանավորել դրանով կամ դրա նախորդ օրով հիշատակի օրը արդյոք չեք գտնում, որ դրանով նսեմացնում եք թե բանակի օրը եւ թե նաեւ հիշատակի հավերժացումը չէ որ մեր պրակտիկայում բոլոր տոն եւ հիշատակի օրերին նախորդող շրջանում կամ նույնիսկ նույն օրը այցելություններ են կազմակերպվում հայրենիքի համար նահատակվածների շիրիմներին։ Սա երկրորդ հարցը եւ հետեւաբար ընտրել մեկ օր եւ դա էլ կապել բանակի հետ, որքանով է տրամաբանական մյուս օրերը բացառելը։ Եվ վերջապես երրորդը, արդյոք դուք պատրաստ եք քննարկելու այլ օրերի հնարավորությունը, ճիշտ է դուք ասեցիք, որ չեք մտածում եք չկապել որևէ կոնկրետ ռազմական գործողությունների հետ, այս մենք իրականում ունենք հատկապես ներկա ժամանակահատվածում Արցախի Ադրբեջանի կողմից բռնազավթման ընթացքում հատկապես այնպիսի օրեր, երբ որ զանգվածային են եղել նահատակությունները սեպտեմբերի 27, սեպտեմբերի 19, սեպտեմբերի 13-14 եւ հարձակում եղավ նաեւ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ այսպես շարունակ։ Շնորհակալություն պարոն Մինասյան, հերթով պատասխանեմ հարցին։ Ես որ ասացի 25 տարվա մեջ չի ընդունել ամենևին եւ բացարձակապես որևէ բացասական նրբերանգ չկար իմ ասացի մեջ, զուտ փաստն եմ ֆիքսում, այդ նույն 25 տարվա մեջ 8 տարի մենք ենք իշխանություն եղել, որևէ տարբերություն չկա այդ իմաստով։ Հաջորդը պարոն Մինասյան, ասում եք արդյոք հունվարի 27-ին հիշատակի օր սահմանելով չի նսեմացվում բանակի օրը, բացարձակ եւ ես կասեի նույնիսկ հակառակը։ Դուք իրավացիորեն նշում եք, որ հունվարի 28-ին այսպես թե այնպես մարդիկ առավոտը սկսում են առնվազն պետական պաշտոնյաները, բայց ենթադրում եմ, որ նաեւ ոչ միայն պետական պաշտոնյաները, այլ նաեւ ես հայցում ձեր ներողամտությունը։ Ես հայցում եմ ձեր ներողամտությունը։ Դին Ջեբեջան։ Դուք Ջեբեջաներ, չէ՞, ձեր ազգանունը չեմ սխալվում։ Չէ, ներողությունով չենք սահմանափակում, էլի։ Կներեք, բայց կարող ենք որոշակի առումով հասկանանք, որն է ազգային ժողովը, որն է ազգային ժողովի լուսաբանումը, ով պետքա խոսա, ով պետքա լսի։ Հիմա որ ասեմ, կասեք էլի բան է անում, չէ՞։ Բանավեճի չի հասկանում։ Պարոն Ռուբինյան, խնդրեմ։ Շնորհակալություն։ Միշտ են այսպես անցնում ձեր նիստերը, պարոն Արոյան, ձեզ շատ դուք կգան մեր ուրբաթները։ Շատ լավ։ Հարգելի գործընկերներ, միտքս ընդհատվեց, բայց փորձեմ վերհիշել եւ շարունակել։ Հա, պարոն Մինասյան, այսպես թե այնպես հունվարի 28-ին բանակի օրը
որը տոն է, ինքը նախատեսված է որպես տոնելու, ուրախանալու, զինծառայողներին շնորհավորելու, բանակի կարևորությունը ընդգծելու օր։ Այսպես թե այնպես օրը սկսվում է նաև պաշտոնյաներից այցերով Եռաբլուր կամ այլ քաղաքների համապատասխան հիշատակի վայրեր, գերեզմաններ եւ այլն։ Մենք ինչ ենք առաջարկում։ Այսինքն այսպես թե այնպես բանակի օրը որոշակիորեն կապ ունի զոհերի հիշատակման հետ։ Մենք առաջարկում ենք դրա նախորդ օրը, այսինքն հունվարի 27-ը ամբողջովին նվիրել մեր բոլոր հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին եւ հաջորդ օրը արդեն տոնել, այդ թվում որպես շարունակվող կյանքի խորհրդանիշ եւ այդ թվում նաեւ որպես ավանդական բանակի կարեւորությունն ընդգծելու օր։ Այսինքն որևէ նսեմացում չկա, բացի սրանից եթե նախորդ օրը ինչ որ մի բան դնել, այսինքն հիշատակի հետ կապված կամ թեկուզ սուքի հետ կապված նսեմացնում է դա նշանակում է որ օրինակ մեռելոցը նսեմացնում է Սուրբ Ծնունդը կամ մեռելոցը նսեմացնում է Սուրբ Զատիկը, որովհետև ավանդաբար չէ մեր եկեղեցական տաղավար տոներից հետո հաջորդ օրը կամ մեռելոց, բայց դա ամենևին չի նշանակում որ մարդիկ Սուրբ Ծնունդը չեն նշում կամ մյուսը չեն նշում, մյուսը չեն նշում։ Հակառակը այդտեղ խորհուրդ կա նաև որ մարդիկ տոնում են, հետո հիշում են իրենց անցավորներին։ Հիմա մեր դեպքում էլ սկզբից հիշում են, խոնարհվում են զոհերի հիշատակի առաջ, հաջորդ օրը տոնում են։ Կարծում եմ տրամաբանական է, մենք պարոն Նազարյանի հետ քննարկել ենք, մենք չենք տեսնում տրամաբանություն, թե ինչու պիտի հունվարի 27-ը լինի ոչ ընդունելի, կարծում ենք տրամաբանությունը, այսինքն տրամաբանական է մեր առաջարկած օրը, բայց եթե մինչև երկրորդ ընթերցում ի հայտ գա այնպիսի օր, որը եւ այնպիսի հիմնավորում, որ այդ ամսաթիվը շատ ավելի հարմար է հիշատակի օր սահմանելու համար, պատրաստ ենք քննարկել։ Ինչ վերաբերում է ձեր վերջին պնդմանը, պարոն, ոչ թե պնդմանը, այլ վերջին դիտարկմանը, պարոն Մինասյան, որ կան օրեր, որոնք կոնկրետ ռազմական իրադարձությունների հետ են կապված, ես արդեն ասացի, այդտեղ խնդիրն այն է, որ ինչպես ընտրել, որովհետև կա առաջին Ղարաբաղյան պատերազմը, որի ընթացքում ունեցել ենք հազարավոր զոհեր։ Դրանից հետո կա շրջան, երբ որ ոչ թե կոնկրետ իրադարձություններ են եղել ռազմական, այլ ուղղակի ծառայության ընթացքում սահմանին, ասենք դիպուկահարի կրակոցից կամ այլ իրադարձություններից զոհվել են զինծառայողներ։ Կան դիվերսիաներ, կա ապրիլյան պատերազմը, կա 44-օրյա պատերազմը, սեպտեմբերյան հարձակումը եւ այսպես շարունակ։ Ինչպես ասել, որ սա է այդ օրը եւ ոչ մյուսը։ Դրա համար կարծում ենք, որ հունվարի 27-ը օպտիմալ տարբերակ է։ Շնորհակալություն։